Հայրապետ Մարգարյան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, Հայաստանի եւ Վրաստանի միջնադարյան պատմության մասնագետ, մենագրությունների եւ ձեռնարկների հեղինակ։ Բարև ձեզ, նստեք խնդրում եմ։ Այսօրվա մեր դասախոսության ընթացքում խոսենք աշխարհի ամենահետաքրքրական տարածաշրջաններից մեկի Կովկասի մասին, կանդրադառնանք նրա համար բնութագրական մի քանի գծերի եւ խոսենք նաեւ մեր երկրի մասին, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում մեզ համար խիստ արդիական է դառնում մի հարց, ինչ տեղ է գրավում Հայաստանը ժամանակակից աշխարհում, որ հարևան երկրների հետ առավել հեռանկարային են նրա կապերն ու հարաբերությունները, միանգամայն բնական երևույթ, որովհետև նախորդ տասնամյակների ընթացքում Հայաստանի բոլոր առնչությունները, հարաբերությունները եղել են միջնորդավորված, Խորհրդային Միության շրջանակներում անհրաժեշտություն չի զգացվել մշակելու առանձնահատուկ ռազմավարություն, հարևանների հետ փոխհարաբերությունների եւ ամեն ինչ ընթացել է կանոնակարգված, ինչպես դա նախատեսված էր կենտրոնից։ Այժմ պատկերը կտրուկ փոխվել է եւ Հայաստանը պետք է բազմակողմանի հարաբերություններ պահպանի առաջին հերթին իր անմիջական հարևանների եւ առհասարակ տարածաշրջանի այլ շրջանների հետ, քանի որ կյանքը ստիպում է նաեւ քննական հայացքով դիտարկել անցյալը եւ կանխորոշել այն ուղիները, որով ընթանալու են մերձավոր ապագայում քաղաքական, տնտեսական եւ մշակութային գործընթացները։ Այս առումով պետք է ասել, որ Հայաստանը կարծես թե ակամա բախվում է այն իրադրության հետ, որ շատ հաճախ շրջապատող աշխարհում մեզ ընկալում են որպես կովկասցիներ։ Այս երևույթը միշտ չէ, որ մենք հաճույքով ենք ընկալում, որովհետև Կովկասը մեր մտապատկերում առաջին հերթին առնչվում է մեր հյուսիսային հարևան ժողովուրդների հետ, իսկ նրանց հետ անմիջական կապեր միշտ չէ, որ ունեցել ենք, քանի որ Հայաստանը անմիջական սահմանագիծ չունի Կովկասյան մեծ լեռնաշղթայից հյուսիս ընկած երկրների եւ ժողովուրդների հետ։ Ճիշտ է, այդ բացը մենք լրացրել ենք նախորդ դարերի ընթացքում, երբ որ հայկական համայնքներ են առաջացել հյուսիսային Կովկասի երկրներում եւ հարավային Ռուսաստանում։ Այսինքն ասել, որ Հայաստանը Կովկասից կտրված է եղել, իհարկե չի կարելի, բայց մյուս կողմից Կովկասի նկատմամբ իրատեսական պատկերացումը մեր հասարակության մեջ բացակայել է եւ արժի որ մենք մի թռուցիկ ակնարկով ծանոթանանք Կովկասի հետ, տեսնենք թե ինչ բնակլիմայական, աշխարհագրական պայմաններ են այստեղ տիրապետող, ինչպիսի լեզուներ են տարածված, ինչպիսին են հավատալիքները, դավանանքը, որպեսզի մենք կարողանանք պատկերացնել այն դժվարությունները, որոնք կապված են Կովկասը ընկալելու հետ։ Նախ աշխարհագրական սահմանների մասին, Կովկասը հաճախ բնութագրում են որպես տարածք, ընկած Սև եւ Կասպից ծովերի միջև, եւ հյուսիսային սահմանագիծը եւս հստակ է, Կովկասյան մեծ լեռնաշղթան է, մյուս կողմից հարավային սահմանագիծը ամենաանորոշն է։ Ցանկացած հանրագիտարան այս դեպքում հրամցնում է այսպիսի բացատրություն. Խորհրդային Միության պետական սահմանը Իրանի եւ Թուրքիայի հետ վերջին ժամանակներս հասկանալի պատճառներով ավելացվում է նախկին բառը, որը ընդհանուր պատկերը չի փոխում, որովհետև մենք այդպես էլ դժվարանում ենք հասկանալ, թե մինչև ուր է տարածվում Կովկասը։ Բնական սահմանագծի բացակայությունը անշուշտ
խոչընդոտող հանգամանք է, այնուամենայնիվ Կովկասը դեպի հարավ շատ երբեք չի ծավալվել եւ Հայաստանն այն երկիրն է, որտեղ անցնում է Կովկասի սահմանագիծը հարավային, մյուս կողմից Կովկասի առնչություններն են սկիզբ դրվում առաջավոր ասիական քաղաքակրթության հետ։ Միջագետքը թերևս այն տարածքն է պատմականորեն, որտեղ Կովկասը ավարտվում է։ Հասկանալի է, որ Կովկասի քաղաքական սահմանները կարծեք թե առնչվում են աշխարհագրական բնագծերի հետ, արդեն խոսեցինք այն մասին, որ Կովկասը աշխարհագրական առումով բնութագրելիս երբեմն ակամա օգնության են կոչում քաղաքական իրողությունները։ Քաղաքական պատկերը բոլորիդ համար ավելի հասկանալի եւ պարզ է։ Կովկասում մեծ լեռնաշղթայից հարավ տեղակայված են 3 խոշոր երկրները, ես խոշոր ասելով նկատի ունեմ մեր կովկասյան չափանիշները, Կովկասի արևմտյան եւ կենտրոնական հատվածներում Վրաստանն է, առավել քան ընդգծված կանաչ գույնով, նրա հարևանությամբ Կովկասի արևելյան հատվածում միջև Կասպից ծով տարածվում է Ադրբեջանը եւ այս երկրներից հարավ Հայաստանն է։ Սակայն եթե Կովկասից դեպի հարավ ընկած տարածքները բնութագրելիս մենք դժվարության չենք հանդիպում, ապա պատկերը բոլորովին այլ է, եթե մենք հաղթահարում ենք Կովկասյան մեծ լեռները եւ սկսվում է հյուսիսային Կովկասը։ Դարձյալ սկիզբ է առնում Սև ծովի ափերից եւ տարածվում է մինչև Կասպից ծով, ավարտվելով Դերբենտի մերձակայքում, առավել հետաքրքիր եւ խայտաբղետ պատկերը Կովկասի հենց այս հատվածում է, որտեղ մենք ունենք նախ տարածքներ, որոնք բնակեցված են ադղական ժողովուրդներով, չերքեզներ, ադղներ եւ կաբարդիններ, ընդ որում պատկերը ավելի է բարդանում, քանի որ հարևանությամբ բնակվում են թուրքական ժողովուրդներ, կարաչայները եւ բալկարները։ Եվ այնուհետև սկիզբ է առնում կենտրոնական Կովկասը, որտեղ մերձավոր հարևաններ են չեչենները, ինգուշները եւ օսերը։ Այստեղ էլ զուտ ժողովրդագրական, ազգագրական տեսանկյունից պատկերը բարդ է, որովհետև մի կողմից մերձավոր ազգակիցներ վենախյան ժողովուրդներն են, չեչենները եւ ինգուշները, եւ նրանց հարևանությամբ ապրում են իրանալեզու օսերը, որոնք հնդեվրոպական ժողովուրդ են։ Եվ այնուհետև իսկական խառնարան ժողովուրդների եւ լեզուների Դաղստանը, լեռների երկիրը, որտեղ առավել ընդգծված կերպով են արտահայտվել Կովկասի համար մի շարք բնութագրական գծեր։ Լեռնային տարածքը խանգարիչ հանգամանք է եղել եւ էթնիկական համախմբումը այս շրջանում շատ դանդաղ է կատարվել։ Այստեղ մի քանի տասնյակ ժողովուրդներ են ապրում եւ փոխհարաբերությունները, կապերը այս ժողովուրդների միջև իհարկե սերտ են։ Նրանք ունեն ընդհանրություններ, բայց յուրաքանչյուրը պահպանում է իր լեզուն։ Ընդ որում կարող են լինել փոքրիկ տարածքներ, ընդամենը մի քանի գյուղախումբ, որոնք խոսում են իրենց առանձին լեզուներով։ Ինչն է միավորում հյուսիսային Կովկասը։ Առաջին հերթին հոգևոր մշակութային ընդհանրությունները, մասնավորապես հյուսիսային Կովկասում տարածված մահմեդական կրոնը, ընդ որում նրա սուննիական ուղղությունը, դավանական առումով թեկուզ մահմեդականության շրջանակներում հյուսիս կովկասցիները առանձնանում են։ Այս բոլոր ժողովուրդները 16-18-րդ դարերի ընթացքում ընկել են ռուսական գերիշխանության ներքո, որը վերածվել է տիրապետության,
եւ ամբողջ 13-րդ դարի ընթացքում ծավալվել էր Կովկասյան պատերազմը, որն ավարտվեց ընդամենը 1864 թվականին։ Կովկասյան մահմեդականների մի մասը հենց այս ժամանակաշրջանում տեղափոխվեց Թուրքիա եւ նրանց ընդհանուր անվանումը չերքեզներ, այնուամենայնիվ էթնիկական բազմազանությունը Թուրքիա տեղափոխվածների ամենևին չի ներկայացնում։ Կովկասցիներ Կովկասից դուրս բնակվում են Մերձարևելքի շատ երկրներում, որպես կանոն գնահատվում է հյուսիսկովկասյան լեռնականների խիզախությունը եւ հավատարմությունը։ Հետաքրքիր պատկեր են ներկայացնում այն առումով հյուսիսկովկասցիները, որ ապրում են բնական ռեսուրսներով աղքատ տարածքներում եւ թող այն տպավորությունը չստեղծվի, թե այս ժողովուրդները ահավոր ագրեսիվ են, լինում են դրվագներ, երբ որ Կովկասից դուրս նրանք իհարկե արշավանքներ կատարում են, բայց ընդհանուր առմամբ հյուսիսկովկասցիները մեծ խնդիրներ իրենց հարևանների համար առաջ չեն բերել։ Մի շատ կարևոր սկզբունքային հարց է ծագում, թե վերջապես ինչպես բնութագրենք ամբողջ Կովկասը։ Հասկանալի է, որ այս հասկացությունը չի կարող իր ամբողջության մեջ հասկանալի լինել, եթե մենք չվերցնենք Կովկասյան մեծ լեռնաշղթան որպես յուրօրինակ ջրբաժան, որպես առանցք, որի շուրջ հարակից հանդես են գալիս այն տարածքները, որոնք կարող են նաև զանազան անուններ ստանալ։ Բոլոր փորձերը Կովկասը ամբողջությամբ ներկայացնելու բախվում են իհարկե բազմաթիվ դժվարությունների հետ եւ ընդունված է ռուսական ազդեցությամբ մեր երկրում գոնե կոչել Կովկասյան մեծ լեռնաշղթայից անդին ընկած տարածքները հյուսիսային Կովկաս։ Տրամաբանորեն սպասելի էր, որ դեպի այս կողմ ընկած տարածքները կոչվեին Հարավային Կովկաս, բայց այս բնութագրումը միայն վերջին տասնամյակների ընթացքում է տարածում ստանում եւ հանդիպում է դժվարությունների, որոնք որոշ չափով հոգեբանական բնույթ ունեն։ Հայ իրականության մեջ ընդունված է եղել Անդրկովկաս անվանել մեծ լեռնաշղթայից հարավ ընկած շրջանները։ Տրամաբանական այստեղ հակասությունն այն է, որ մենք մեզ պատկերացրել ենք Կովկասյան մեծ լեռնաշղթայից հյուսիս ընկած։ Այս խնդիրը կարծեք թե շարունակում է մնալ առկախ եւ երևի ապագան միայն կորոշի, թե որ բնութագրումն է ավելի ճշգրիտ։ Բոլոր դեպքերում կարծես թե հարավային Կովկասի հնարավորությունները ավելի մեծ են, որովհետեւ հյուսիսային Կովկաս, հատկապես Անդրկովկաս աշխարհագրական անվանումները ակնհայտորեն ռուսական ազդեցությունն են ներկայացնում, մինչդեռ ժամանակակից աշխարհում Կովկասին նայում են բոլորովին այլ աչքերով, այն ընկալելով որպես մի ուրույն աշխարհ։ Կովկասյան ժողովուրդների միասնության, ընդհանրությունների ձևավորման խնդիրը խոչընդոտներ ունի այն պարզ պատճառով, որ Կովկասը բոլոր առումներով է խայտաբղետ, քանի որ մենք այստեղ ունենք լեզուներ, որոնք պատկանում են 3 մեծ լեզվաընտանիքների, ներկայացված են հնդեվրոպական լեզուները, հանձինս հայերենի եւ օսերենի, թուրքական լեզուներ, ադրբեջաներենը եւ հյուսիսային Կովկասում կումիկների լեզուն եւ այն լեզուները, որ երկար ժամանակ անվանում էինք իբերակովկասյան, որի մեջ ներառում էինք քարտվելական լեզուները, որով խոսում են վրացիները եւ նրանց ազգակիցները, մեգրելները եւ սվանները, ինչպես նաեւ լազերը, եւ հյուսիսային Կովկասում ապրող մի շարք ժողովուրդներ,
Իբերակովկասյան բնութագրումը առարկությունների է հանդիպում, որովհետև կան նաև տեսակետ, որ այդ մերձավորությունը այնպիսին չէ լեզվական, որ մենք մեկ ընդհանուր անվանումով բնութագրենք այս բոլոր լեզուները։ Հյուսիսային Կովկասը մեզ համար ինչ-որ չափով նաև էկզոտիկ է, որովհետև այն սովորությունները, որ տարածված են լեռնական ժողովուրդների շրջանում, մեզ իհարկե խորտ չեն, բայց միաժամանակ նաև հանդիպում են երևույթներ, որոնք զարմանք են առաջ բերում, մասնավորապես մեծ է տոհմացեղային բաժանումների ազդեցությունը։ Յուրաքանչյուր ժողովուրդ բաղկացած է ոչ միայն ցեղերից, այլ նաև թեյփերից, այսինքն սրանք կլանի տիպի միավորումներ են։ Այստեղ կենդանի են արյան վրեժը եւ ազգամիջյան լարված փոխհարաբերությունները, հզոր է մահմեդական իրավունքի շարիաթի ազդեցությունը, ադաթը, այսինքն սովորութային իրավունքը վեճերը լուծելու հիմնական ճանապարհն է եւ իհարկե այն հանգամանքը, որ կարելի է հյուրընկալվել Կովկասում, այս բնութագրումը թևավոր է կովկասյան հյուրասիրություն եւ ով որ հյուրընկալում է, պատրաստ է կյանքի գնով պաշտպանել իր հյուրին, բայց միաժամանակ դժվար է նաև շատ բնականon համարել այն սովորությունը, երբ որ հյուրը լքում է հյուրընկալ օջախը, նա դառնում է բոլորովին այլ անձնավորություն, այսինքն երեկվա հյուրին կարելի է այսօր նաև թալանել, սա Կովկասում շատ տարածված սովորություն է եւ այս առումով մեզ համար իհարկե շատ զարմանալի են այն մթնոլորտը, որ Հյուսիսային Կովկասում տիրում է։ Մինչև այսօր էլ Հյուսիսային Կովկասը առանձնանում է նաև մեկ այլ տեսանկյունից, կարծես թե անկայունության գոտի է, որովհետև երբ որ հարևան մեծ տերությունները փորձել են միավորել Կովկասը, սովորաբար, օրինակ, պարսիկները հասել են մինչև Կովկասյան մեծ լեռնաշղթան եւ հյուսիսից անջրպետվել են ամրությունների շերտով։ Կովկաս թափանցելը կախված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ, որովհետեւ ձմռան ամիսներին լեռնանցքները անմատչելի են, իսկ ինչ վերաբերվում է տարվա մյուս եղանակներին, լեռնանցքները վերահսկվում են։ Այստեղ դժվարություններ կան հաղորդակցության առումով եւ չափազանց նվազ կապեր են եղել մեծ լեռնաշղթայից հարավ եւ հյուսիս ընկած շրջանների միջև։ Հետաքրքրական կլիներ զուգահեռնել անցկացնել աշխարհի այլ շրջանների հետ, որոնք համաբնույթ են։ Թերևս առավել մերձավորության գծեր մենք կարող ենք հայտնաբերել, եթե Կովկասը համեմատենք մի կողմից Շվեյցարիայի, մյուս կողմից Աֆղանստանի հետ։ Առաջին հայացքից այսպիսի զուգահեռը առարկություններ է հարուցում եւ զարմանալի է թվում, որովհետեւ մի կողմից եվրոպական իրականություն, մյուս կողմից առավել քան տարբեր իրողություններ Աֆղանստանում, բայց խնդիրը այն է, որ լեռնային շրջանները կարող են արդյոք խոչընդոտ դառնալ հաղորդակցության համար։ Շվեյցարիայի դեպքում մենք տեսնում ենք, որ այստեղ ապրում են 3 տարբեր ժողովուրդներ եւ լեզվական առումով էլ կան ավելի մեծ բազմազանություն, բայց Շվեյցարիան ներկայանում է որպես միասնություն։ Լեզվական, դավանական տարբերությունները այստեղ չեն դարձել անհաղթահարելի խոչընդոտ ինտեգրացիայի համար։ Ինչ վերաբերում է Աֆղանստանին, այստեղ իհարկե այսպիսի հեռանկարի մասին խոսելը միայն ժպիտ կարող էր առաջ բերել, որովհետև լեռնային տեղանքը կարծես թե պայմանավորել է
հավերժական բարդ փոխհարաբերությունները էթնիկական տարբեր խմբերի միջև։ Կովկասը իրենից ներկայացնում է կարծեք թե մի միջին կետ, որը տարբեր դարաշրջաններում ընդհակառակը եղել է կապող օղակ Ասիայի եւ Եվրոպայի միջև եւ առանցին դարաշրջաններում Հյուսիսային Կովկասի որպես անջրպետի դերը աճել է եւ ընդհակառակը փոխհարաբերությունները նվազել են։ Փաստորեն հետագա պատմական զարգացումից է կախված, թե Կովկասյան աշխարհը ինչ դեր կստանձնի, քանի որ այն կարող է միաժամանակ եւ կամուրջ դառնալ, մասնավորապես շատ կարեւոր է, որ զարգանան ոչ միայն արևելք-արևմուտք, այլ նաեւ հյուսիս-հարավ կապերը, այս դեպքում իհարկե Կովկասի որպես շահկապող օղակի դերը միանգամից կաճի եւ ընդհակառակը չեն բացառվում նաեւ այնպիսի իրողությունները, որ Կովկասյան լեռնաշղթան դառնա իրոք մի պարիսպ, որով հյուսիս եւ հարավ շրջանները միմյանցից կբաժանվեն։ Երբ որ պատմության խորքերից մենք գալիս ենք մեր ժամանակներին եւ մեզ համար ավելի ընկալելի ժամանակակից աշխարհն ենք փորձում բնութագրել, ապա շատ հաճախ զարմանք է առաջ բերում այն հանգամանքը, որ կովկասյան երկրները իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումներում, առօրյա փոխհարաբերություններում բոլորովին չեն ցուցաբերում միասնականություն։ Մասնավորապես մենք եթե նկատի ունենանք անցյալը, դժվարանում ենք բացատրել այն քաղաքական կողմնորոշումների տարբերությունը, որ առկա է մասնավորապես Հայաստանի եւ Վրաստանի միջև։ Մինչդեռ, եթե մենք ուշադրություն դարձնենք աշխարհաքաղաքական գործոնների դերին, կնկատենք, որ Վրաստանը տեղակայված լինելով Սև ծովի ափին, լինելով արևմուտքին առավել մոտիկ երկիրը, պատմականորեն միշտ հակում է դրսևորել սերտ փոխհարաբերություններ հաստատել արևմտյան քաղաքակրթության հետ։ Խնդիրն այն է, որ այստեղ նույնիսկ դավանական մերձավորությունը, մասնավորապես վրացական եկեղեցու, բյուզանդական եկեղեցուն հարելը ամենակարևոր հանգամանքը չէ։ Վրաստանը դրսևորում է արևմուտքի հետ մերձավորություն հաստատելու ձգտում նաև շատ ավելի վաղ ժամանակաշրջաններում, հարցն այն է, որ Վրաստանը պատմականորեն եղել է եւ մնում է այն գլխավոր երկիրը, որտեղից սկիզբ է առնում արևմուտքի ներթափանցումը։ Հայաստանը այս առումով տարբեր ճակատագիր է ունեցել, որովհետև պատմական Հայաստանը միշտ տարածված է եղել մերձավոր արևելքում, առաջավոր Ասիայում, եւ Հայաստանը եղել է ցամաքային երկիր։ Ցամաքային երկրները կարծեք թե ունեն զարգացման բոլորովին այլ տրամաբանություն, միանգամայն բացատրելի է այն հանգամանքը, որ Հայաստանը ձգտել է ծովային հաղորդակցության պակասը լրացնել մեր ժողովրդի մի հոծ զանգվածը ուղղելով դեպի միջերկրական ծով, Կիլիկիա, Ասորիկ, այսինքն Հայաստանը իր բոլոր կապերը եւ հարաբերությունները հաստատել է մերձավոր արևելքի հետ եւ դեպի Սև ծով կամ Կովկասյան մեծ լեռնաշղթա ձգտում երբևիցե մեր պատմության ընթացքում մենք չենք նկատում։ Մինչդեռ Վրաստանի արևմտյան կողմնորոշումը պետք է բացատրել այն հանգամանքով, որ Վրաստանը առավել կովկասյան երկիրն է։ Նրա ընդհանուր սահմանը կովկասյան ժողովուրդների հետ առավել երկարն է եւ Վրաստանը շփվում է
լեռնականների հետ որոշ չափով միջնորդի դեր ստանձնելով կովկասյան ժողովուրդների եւ արտաքին աշխարհի հետ։ Վրացական վերահսկողությունից է կախված, թե կովկասյան մեծ լեռնաշղթայով անցնող հաղորդակցության ճանապարհները հօգուտ ում կծառայեն։ Եվ որպես կանոն Վրաստանը օրինակ սերտ փոխհարաբերություններ է հաստատել հռոմեական կայսրության հետ։ Ավելի վաղ ժամանակներում հունական քաղաքներ են ստեղծվել Սև ծովի ափերին եւ այսպիսով Վրաստանը կարծեք թե դարձել է արևմտյան ազդեցության տարածողը ամբողջ Կովկասում։ Այս տրամաբանությամբ են գործել վրացական իշխանությունները նաեւ հետագայում, հակառակ տարածված այն կարծիքի, որ հայ-ռուսական հարաբերությունները չափազանց սերտ են եղել եւ որոշ չափով հայերը դեր են կատարել, երբ ռուսական ազդեցությունը տարածվել է Վրաստանում, պատմական անհերքելի փաստերը ցույց են տալիս, որ վրացական իշխանությունները առաջինն են, որ Մոսկվայի հետ անմիջական փոխհարաբերություններ են հաստատել եւ օգնություն են խնդրել թշնամիների դեմ պայքարում։ Այնուհետև եւս, երբ որ 19-րդ դարի սկզբին ռուսական ազդեցությունը անընդհատ անշեղորեն տարածվեց Կովկասյան մեծ լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներում, Վրաստանը դարձյալ այն հենակետն էր, որի շնորհիվ իրականացվում էր ռուսական ներթափանցումը։ Հետագայում եւս Վրաստանը չափազանց նպաստավոր դիրք է ունեցել որպես Կովկասի յուրօրինակ մայրաքաղաքի։ Եվ Հայաստանը միշտ գտնվել է նույնիսկ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների առումով յուրօրինակ ծայրամասում։ Եվ Վրաստանի դերը ռուսական իրականության մեջ, նաև որպես Կովկասի խորհրդանշի, անպայման չափազանց մեծ է եղել։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա աշխարհաքաղաքական դիրքը թելադրել են սերտ առնչությունների մեջ մտնել ցամաքային մեծ տերությունների հետ։ Դա լինել ժամանակին Պարթևստանը, այնուհետև նրա հաջորդ երկրները կամ վերջին դարերի ընթացքում Ռուսաստանը։ Այսպիսով Կովկասյան երկրների այսօրվա քաղաքական եւ մշակութային կողմնորոշումները անպայման պայմանավորված են նրանց աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով։ Իհարկե, առանձնանում է Կովկասյան աշխարհի համար բավականաչափ խորթ է թվում Ադրբեջանը, որովհետև եթե Կովկասյան մյուս ժողովուրդները չունեն ազգակիցների մեծ խումբ, չեն ներկայացնում ավելի մեծ աշխարհ, ապա ադրբեջանցիները թուրքալեզու ժողովուրդների այն հատվածն են, որը Օսմանյան Թուրքիայից հետո առավել արևմուտք է տեղաշարժվել։ Եվ Ադրբեջանը անշուշտ շատ ավելի հոգևոր մերձավորություն է զգում իր ազգակից եւ լեզվական առումով հարազատ միջավայրի հետ։ Մյուս կողմից էլ Ադրբեջանի Կովկասյան աշխարհի հետ միաձուլ լինելը ընդգծվում է այն հանգամանքով, որ ադրբեջանցիները դավանական առումով պատկանում են իսլամի շիա ուղղությանը, որը տիրապետող է Իրանում, եւ այսպեսով ադրբեջանցիներն էլ կարծես թե յուրօրինակ երբեքված վիճակում են լեզվական առումով հարազատություն թուրքական աշխարհի հետ, իսկ դավանական առումով ընդհակառակ ընդգծված տարբերություններ թուրքալեզու ժողովուրդների հետ։ Կովկասյան աշխարհի այսպիսի բազմազան լինելը դրսի աշխարհի համար նվազ չափով է նկատելի։ Չափազանց հետաքրքրական է, եթե մենք հետևելու լինենք պատկերացումներին, որոնք գոյություն ունեն Կովկասից դուրս, եւ այն գնահատականներին, որոնք տրվում են Կովկասի ներսում։
Եթե դրսի աշխարհի համար Կովկասը ներկայանում է որպես զարմանալի ընդհանրություն եւ գունագեղությունը այնուամենայնիվ չի խանգարում, որպեսզի կովկասցիները հանդես գան որպես միասնություն, ապա Կովկասի ներսում ընդհակառակը տարբերությունները շատ սուր են նկատվում, Կովկասի համար այն ինտեգրացիոն գործընթացները, որոնք կարող են հանգեցնել որպես երազանք շվեյցարական իրականության մոտ իրադրության ստեղծմանը, իհարկե դժվար է նույնիսկ ակնկալելը։ Այնուամենայնիվ այս տարածաշրջանը առինքնով է նրանով, որ այն բնակեցնող ժողովուրդներից յուրաքանչյուրը ունի իր ուրույն դեմքը եւ սեփական ինքնությունը պահպանելու ձգտումը Կովկասում չափազանց ուժեղ է, հետեւաբար մոտ ապագայում մենք Կովկասում շարունակելու ենք տեսնել հարափոփող իրադրություն, որին պետք է հետևենք, որպեսզի կարողանանք կողմնորոշվել ժամանակակից աշխարհում, կարողանանք պաշտպանել մեր ազգային շահերը եւ վերջապես մեր ակտիվությունից, ձգտումից է կախված, թե ինչպեսին կլինի ամբողջ տարածաշրջանի ապագան։ Ինչ հարցեր կան։ Շնորհակալություն։ Ինչպիսին եք տեսնում մոտ ապագայում Հայաստանի եւ իր հարևան կովկասյան երկրների հարաբերությունները։ Շնորհակալություն հետաքրքիր հարցադրման համար, որովհետեւ այս մասին կարծեք թե մեր հասարակության մեջ քիչ են մտածում, որովհետեւ առօրյա խնդիրները այնքան շատ են, որ ապագայի կանխատեսումներ անելու հնարավորությունից մեզ երկար ժամանակ զրկել են։ Վրաստանի հետ փոխհարաբերությունները պետք է կառուցված լինեն իմ տեսանկյունից իրադրությունները սթափ գնահատելու վրա, որովհետև այս երկու երկրները ավելի հաճախ խոսում են իրենց դարավոր բարեկամության մասին եւ քիչ ուշադրություն են դարձնում հարաբերությունների սերտացմանը։ Այս առումով պետք է ասել, որ 90-ական թվականները խիստ բացասական դեր կատարեցին, որովհետև Վրաստանը ըստ ամենայնի օգտվեց, անշուշտ շարունակում է նաև շահարկել իր աշխարհագրական դիրքը։ Այն հանգամանքը, որ Վրաստանով են անցնում արտաքին աշխարհի հետ Հայաստանին կապող ճանապարհները։ Որպեսզի պատկերը ավելի լիարժեք լինի, ես ասեմ, որ այս իրադրությունից բողոքում է նաև Ադրբեջանը։ Մասնավորապես հայտնի է, որ երկաթուղային փոխադրումներ Վրաստանը իրականացնում է նաև Ադրբեջանի համար եւ տարիֆները, որոնք սահմանված են, միջին եվրոպականից մի քանի անգամ ավելի բարձր են, հետեւաբար եւ մենք չպատկերացնենք իրադրությունը, որ Վրաստանը առանձնահատուկ քաղաքականություն է վարում Հայաստանի հետ։ Ցավոք սրտի երկու երկրների տնտեսական կապերն են խիստ ցածր մակարդակի վրա, մասնավորապես փոխադարձ առևտուրը, չնայած աշխարհագրական մերձավորությանը եւ խոչընդոտների լիակատար բացակայությանը։ Քաղաքական հարաբերությունները ավելի բնականon են ընթացել, որովհետեւ չունեն Հայաստանը եւ Վրաստանը այնպիսի խնդիրներ, որ հնարավոր չլիներ լուծել բանակցությունների ճանապարհով։ Սահմանագիծը ճշգրտվում է, այս առումով խնդիր չկա, որովհետև պետական սահմանագծի վերջնական տեսքի բերելը ընդամենը ժամանակի հարց է, կան խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կկարգավորվեն։ Երկու երկրների միջև որոշ դեպքերում լինում են սրացումներ կապված Ջավախքի հայ բնակչության խնդիրների հետ եւ այնուհետեւ Վրաստանում հայկական եկեղեցիների պատկանելիության հարցն է, որ բազմիցս բարձրացվում է։ Հայկական եկեղեցիների հարցը Վրաստանի համար ցավոտ եւ բարդ հարց է։ Մենք պետք է նկատի ունենանք, որ այս երկրում ուղղափառ հոգևորականությունը խիստ ազդեցիկ է,
եւ նա կարողանում է երբեմն հարկադրել նաեւ իշխանություններին անել քայլեր, որոնք հակասում են պաշտոնական Թբիլիսիի ստանձնած պարտավորություններին։ Այնուամենայնիվ այս առումով առաջընթաց որոշակի կա, մասնավորապես Վրաստանի վարչապետի Բիձինա Իվանիշվիլիի ջանքերով որոշում ընդունվեց, որպեսզի հայկական եկեղեցիները, նաև այն մասը, որը վիճելի է համարվում, նորոգվի։ Սա դրական նշանակություն ունեցող ձեռնարկում է, որովհետև գոնե այդ կառույցները կփրկվեն վերջնական կործանումից, մինչև որ վեճերը կշարունակվեն։ Այս առումով մեծ դեր ունեն ոչ թե երկու երկրների հասարակությունները, որոնք երբեմն շատ վճռական են տրամադրված, այլ երկու եկեղեցիների անմիջական փոխհարաբերությունները։ Քայլ կատարվել է Ամենայն հայոց կաթողիկոսի այցելությունը Վրաստան, կարելի է հուսալ, որ փոխըմբռնվում քրիստոնյա հոգևորականություն այս առումով պետք է իհարկե բոլորի համար օրինակ ծառայի, այնուամենայնիվ ձեռք կբերվի։ Երկու երկրները սկսել են գիտակցել իրենց ռազմավարական շահերի ընդհանրությունը, որովհետև երկու երկրներից որևէ մեկի դիրքերի թուլացումը կնշանակի ուժեղացնել Ադրբեջանի առանց այդ էլ առավել քան ազդեցիկ դիրքը։ Չմոռանանք մեր հարևան երկրի մարդկային, տնտեսական ռեսուրսները, տարածքի ընձեռած հնարավորությունները, բաց կդառնա, որ Վրաստանի երկարաժամկետ շահերից չի բխում Հայաստանի նաև քաղաքական առումով թույլ լինելը։ Այնպես որ ես լավատեսորեն եմ նայում Հայաստանի եւ Վրաստանի ապագային։ Չնայած այդ խնդիրները միշտ պետք է լինեն եւ դրանք աստիճանաբար լուծվում են, սա բնականon երևույթ է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ փոխհարաբերություններին, այստեղ առավել քան անհանգստացնողը հոգեբանական մթնոլորտն է Ադրբեջանում, որովհետև այն ոգին, որ ներշնչվում է ադրբեջանական հասարակության մեջ, այն թշնամու առավել քան չափազանցված կերպարը, սա հոգեբանական լրջագույն դժվարություններ առաջ կարող է բերել ադրբեջանական հասարակության շրջանում, երբ որ նույնիսկ Ղարաբաղյան հիմնահարցը լուծվի երկու երկրների համար էլ ձեռնտու պայմաններով։ Եվ վերջին հաշվով մենք չմոռանանք մի կողմից այն մշակութային ընդհանրությունների մասին, որ գոյություն ունեն Կովկասում, բայց միաժամանակ, եթե հետևողական աշխատանք չիրականացվի տարբեր ժողովուրդներին մերձեցնելու ուղղությամբ, ապա ցավոք սրտի Կովկասին սպասում է այն ճակատագիրը, որը նրա համար բնութագրական է եղել դարերի ընթացքում, այսինքն անջրպետվածությունը, կապերի բացակայությունը, որպես հետևանք միասնաբար ճակատով կովկասյան ժողովուրդների հանդես չգալը։ Սրանք են իմ նկատառումները մեր մոտավոր ապագայի վերաբերյալ։ Ես ուզում եմ այսօրվա դասախոսությունս վերջացնել բարեմաղթանքով, այն է բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ, այս կյանքում, որը Հովհաննես Երզնկացու բնութագրմամբ պատերազմ է, որտեղ խելքն ու իմաստությունը ավելի լավն են, քան գանձն ու հարստությունը։ Առողջություն, երջանկություն բոլորին։